Գիտեք, որ կտավատի սերմերը համարվում են բուսական ծագման օմեգա 3 ճարպաթթուների ամենահարուստ աղբյուրներից մեկը։ Ընդամենը 1-2 ճաշի գտալ կտավատի սերմը կարող է օրգանիզմին տալ արժեքավոր նյութեր, որոնք նպաստում են ուշադրություն, սրտի, աղիների եւ ընդհանուր առողջության պահպանմանը։ Կտավատի սերմերը հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով, բջջանյութով, սպիտակուցներով, մագնեզիումով, ֆոսֆորով, հակաօքսիդանտներով։ Հենց այս հարուստ կազմի շնորհիվ են դրանք դարձել առողջ սննդակարգի կարևոր բաղադրիչ։ Ահա 5 բան, որը կարող է տեղի ունենալ ձեր օրգանիզմում, եթե ամեն օր կանոնավոր չափաբաժնով օգտագործեք կտավատի սերմեր։ Առաջին, բարելավում է աղիների աշխատանքը։ Կտավատի սերմերը աղիների թիվ 1 բարեկամն են։ Դրանք հարուստ են բջջանյութով, որը նպաստում է աղիների բնական աշխատանքին եւ կարող է հրաշալի կերպով օգնել փորկապության դեպքում։ Երկրորդ, աջակցում են սրտի առողջությանը։ Օմեգա 3 ճարպաթթուները նպաստում են սրտանոթային համակարգի առողջությանը, օգնում են պահպանել խոլեստերինի նորմալ մակարդակը։ Երրորդ, ապահովում են հագեցվածության զգացում երկար ժամանակ։ Բջջանյութի շնորհիվ կտավատի սերմերը դանդաղեցնում են մարսողությունը, ինչի արդյունքում մարդը ավելի երկար ժամանակ քաղց չի զգում։ Չորրորդ, օրգանիզմը ստանում է հզոր հակաօքսիդանտներ։ Կտավատը պարունակում է լիգնաններ, սրանք նյութեր են, որոնք օգնում են պայքարել օքսիդատիվ սթրեսի դեմ։ Եվ իհարկե կարող է նպաստել արյան շաքարի կայունությանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի բջջանյութը դանդաղեցնում է ածխաջրերի ներծծումը եւ օգնում պահպանել գլյուկոզայի կայուն մակարդակը։ Իսկ ինչպես օգտագործել։ Կտավատի սերմերը հաճախ օգտագործվում են աղացած վիճակում, ավելացնելով մածունի, կեֆիրի, շիլաների, աղցանների կամ սմուզիների մեջ։ Աղացած ձևը սովորաբար ավելի հեշտ է մարսվում, քան ամբողջական սերմերը։ Բայց կան նաև հակացություններ։ Խորհուրդ չի տրվում չափազանց մեծ քանակությամբ օգտագործել, քանի որ կարող է առաջացնել աղիքային անհարմարություն, փքվածություն։ Հաջորդը աղիքային անանցանելիության կամ մարսողական հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն։ Կարևոր է խմել նաև բավարար քանակությամբ ջուր, քանի որ կտավատի սերմերը մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին հաջորդ հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։